Ողջույն, ասացված կա, հիվանդ ձիու վրա խաղադրույք չեն անում։ Մեզանում սակայն հիվանդ ձին մասնակցում է ձիարշավի և նրան է հանձնվում գլխավոր մրցանակ։ Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող որևէ իրադարձություն չկա, որ անակնկալ լինի, որի մասին չի զգուշացվել կամ հնարավոր չէր կռահել, թե իրավիճակը ինչպես է զարգանալու այս իշխանության վերարտադրության դեպքում։ Որ Ադրբեջանը շարունակելու է իր պահանջները, հասկանալի էր, դեռ նորերն է ավելացնելու։ Ամենք սրանից մի բան պահանջում են։ Ադրբեջանը, Արևմուտքը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան ընդհանրապես մի քանի բան է պահանջում Ադրբեջանի հետ։ Զգուշացրել ենք։ Սա շարունակելու է մնալ բանակցային սեղանի վրա։ Չնայած էլ կարծես բանակցելու բան էլ չկա, դրա կարիքը չունեն, պահանջում են ու սպառնում։ Որ երկրի ներսում բեսպրեդելը այս մակարդակի խորանալու է, կռահում էինք։ Արդեն ՔՊԱ-ականներն են իրար ուտում։ Այս մարդակերությունը սրանց հրահրած անարխիան հասել է իրենց։ Ուղղակի նորմալ երկրների քաղաքական մշակույթներում եղել են հարյուրավոր դեպքեր, երբ ընտանիքի անդամի պատճառով առաջացած սկանդալները հանգեցրել են պաշտոնանկության։ Հայտարարել են, որ հեռանում են, քանի որ չեն ցանկանում, որ ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը վնասի պետական ինստիտուտներին։ Բայց դե ինչքան Ալեն Սիմոնյանը հրաժարական տվեց ընտանիքի անդամի կոռուպցիոն սկանդալից հետո, այնքան էլ Կոնջորյանը հրաժարական կտա եղբոր պահվածքի պատճառով։ Պաշտոնը սրանց համար ամեն ինչ է, ոնց թողնեն։ Իսկ ազգային ժողովի հեղինակություն երբ է եղել, որ մի հատ էլ չուզենան վնասել։ Պետք է նախ այդ հեղինակությունը լինի, նոր վնասեն կամ չվնասեն։ Որևէ մեկը կասկածել է, որ սրա վերընտրվելու դեպքում խաղաղ պայմաններում բանակի կոտորածը շարունակվելու է։ Օրերս ասացին, որ զինվորը ինքնասպան եղել ծեծից հետո։ Երեկ էլի կարդում ենք, որ դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա զինծառայող և տեղափոխվել է հոսպիտալ ծանր վիճակում։ Պաշտպանության նախարարությունը իբր հերքում է, ասում է, այլ պատճառով է հոսպիտալ տեղափոխվել։ Ինչ պատճառով։ Սուրեն Պապիկյանի գերատեսչությանը ով է հավատում։ Հիշեցի, որ մի 3 տարի առաջ էլ Ադրբեջանի կրակոցից զինվոր էին ծանր վիրավորվել, Պաշտպանության նախարարությունը տարածել էր, թե ընդամենը ունեն քերծվածքներ, ինչ է թե այսպես կոչված խաղաղությանը չխոչընդոտի։ Որևէ մեկը մտածում էր, որ հենց Նիկոլը վերարտադրվի, Պապիկյանը մնա պաշտպանության նախարար, այն Ասրյանը գենշտաբի պետ բանակում կարգ ու կանոն է լինելու։ Անլուրջ չէ, այդպես մտածելը։ Հայաստանի ընտանիքները քանդող մարդկանց բոմբ սարքող գլխավոր պատճառներից է կազինոն։ Մի բան, որ Նիկոլի իշխանության օրոք ամենաարագն է աճել։ Որևէ մեկը մտածում էր, թե Նիկոլի վերարտադրվելով խաղատները փակվելու են։ 19 թվականի տարեկան խաղադրույքը եղել է 3 միլիարդ դոլար, 25 թվին 20 միլիարդ դոլար, պետբյուջեից շատ, բյուջեն 8.5 միլիարդ է։ Նիկոլը, որ եկավ մեր երկրում, եղել է 20,000 հանցագործություն, 25-ին 46,000 հանցագործություններ։ Հաջորդ տարիներին որքան է դառնալու 80,000։ 2018-ին սպանությունների դիմաց գրված էր 35 թիվը, 25 թվին 1470 թիվը, պատկերացնում եք, աճել է 42 անգամ, 4200%-ով։ Այս տարի ինչ է լինելու։ Ամեն օր կարդում ենք սպանությունների մասին։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները 18-ին եղել է 877, 25-ին 4595, պատկերացնում եք 424% աճ։ Վստահ եմ չեք կասկածել, որ այս բարձր տեմպերը ավելի կաճեն։ Ոմանք ասում են իբր բնական ընթացք է, իրականում հենց այդ մարդու պատճառով է։ Ոնց կարող է բնական ընթացքով ոչ թե պակասի հանցավորությունը, այլ կրկնապատկվի։ Էդ ոնց։ Որ գյուղատնտեսությունը մեռնում է, արտահանումը մեռնում է, դա էլ է բնական ընթացք։ Չգիտեինք, որ Նիկոլի մնալու պարագայում ամեն ինչի արտահանումն է Ռուսաստանի Դաշնություն արգելափակվելու։ Որևէ մեկը կասկածել է, որ սրանց ընտրվելու պարագայում գյուղացիները լիքը բերք են թափելու, իսկ դա նշանակում է ել ավելի վատ բան, հաջորդ տարիներին չեն մշակի։ Ով է կասկածում, որ դա վերընտրվելով Հայաստանից տարածքներ է հանձնելու։ Դա էլ է բնական ընթացք։ 20 թվականին հանձնել է Արցախի մեծ մասը, 21 թվականին հանձնել է Սև լճի մի մասը, Գեղարքունիքից հատվածներ, Կուտ, Վերին Շորժա, Գորիս Կապան Մայրուղին, Շուրնուղ գյուղի կեսը, 22-ին հանձնել է Ներքին Հանդի մի մասը, Ջերմուկից հատվածներ, 23-ին հանձնել է ամբողջ Արցախը, 24-ին հանձնել է Տեղ գյուղի տարածքների մի մասը, հատվածներ Տավուշից,
Հիմա ասում է, որ Տիգրանաշենն է հանձնելու ու այլ տարածքներ, որ համարում է անկլավ։ Մի թիմ է վերարտադրվել, որը Հայաստանի անվտանգության երաշխավոր է համարում Ադրբեջանին։ Դե պատկերացրեք, թե էլ ինչեր են լինելու։ Այն որ քարտեզը իբր սարքել կախել դոշին, ամեն մեկդ պետք է Ժողովուրդ ջան, լրջորեն հետաքրքրվեք։ Ձեր հողը, ձեր տունը, ձեր այգին այդ քարտեզի մեջ կա, թե չկա։ Որևէ մեկդ կասկածել է, որ սրանց վերարտադրվելու պարագայում ինչ որ փուլում արդեն շատ ավելի է ակտիվանալու այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վտանգավոր թեման։ Որևէ մեկը կասկածել է, որ սրանց վերարտադրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ բյուջեն դառնալու է ՔՊ-ի պարգևատրման ֆոնդը։ Դրանք հերթական տներն են առնելու եւ հերթական դղյակներն են կառուցելու ու հղփանալու են։ Որևէ մեկը կասկածել է, որ ատելությունն է խորանալու, բռնության քարոզը, քաղբանտարկյալների թիվը։ Թվանկարչության հենց հաջորդ օրից վերսկսեցին մեծ թափով։ Նիկոլ իրեն չընտրողներին անվանել է թշնամի, դե պատկերացրեք ինչ է լինելու։ Ով է կասկածում, որ ուսումնական տարին սկսելու ենք մոտավորապես -230 դպրոցով։ Այդքան համայնքի դպրոց հնարավոր է փակեն, անունը դնելով վերակազմավորում։ Գյուղը կդատարկվի նշանակում է։ Ով չգիտեր, որ սրանց վերընտրվելը նշանակում է նոր հարկեր, տուրքեր, տուգանքներ, եղածների ավելացում, թանկացումներ։ Հենց ընտրվելու հաջորդ նիստում կառավարությունը թանկացումների որոշումներ կայացրեց։ Այս մասին կխոսենք առանձին թողարկմամբ։ Ով էր կասկածում, որ սրանց վերարտադրմամբ կունենանք մի երկիր, որտեղ սահմանադրությունը գրված է Բաքվի թելադրանքով, տնտեսությունը ծառայում է օտարներին, ժողովուրդը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ անվտանգությունը զրոյացված է։ Այդ մարդը զարգացման ծրագրով չի եկել, խոսել է քանդելու մասին, նստեցնելու մասին, սպանելու մասին, նշանակում է երկիրը քաոսի մեջ է շարունակելու մնալ։ Նա սպառված է, նրա հետ ոչ մեկ հաշվի չի նստում, ոչ մեկ չի ուզում գործ ունենալ, նա ոչ մեկին պետք չէ, ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս։ Կարճ ասած, եւս մեկ անգամ համոզվեցինք, որ հաջորդ շրջանում, ինչքան որ սրանք մնան, անցկացնելու ենք ցնցումներով, որ ասեն որևէ վատ գործընթաց կարող է դադարեցնել, կանխել, կասեցնել, սուտ կլինի, որովհետև նա ունակ չէ որևէ բացասական բան կանխելու։ Նա ինքը հենց բացասական էներգիայի աղբյուր է։ Այդ ուժը, այդ հնարավորությունը նա պարզապես չունի, ոչ էլ այդ ուղեղն ու տաղանդը։ Ասել եմ, սա սև թուղթ է մեզ համար։ Հայաստանի բնակչության եւ ամբողջ հայ ժողովրդի վստահությունը կորցրած այս մարդիկ պարզապես զորով մնացին, ամեն քայլի դիմելով։ Նշանակում է, որ մեր հաջորդ ժամանակը, ինչքան որ սրանք դեռևս մնան, անցնելու է դարձյալ դիմադրության մեջ այս ամբողջ թվարկածս երևույթների դեմ։